Ընկերներ ջան, սառնանից հանեցինք վզամիսը, շեյկաները, հիմա չամանի մեջ իրանք հասունացել են արդեն, հլը, փափկությունը, երկրորդը նույնպես, բոլոր նյութերը քաշել է արդեն մսի մեջ, հիմա հանում ենք, այսպես գնանք որտեղ ենք թելել, Նակ մաքրում ենք, այսենց շատ լավ, ուղղվում են, ամենակարևորը, այս կարակ ուղղենք էլ, որ ուղիղ լինի, շատ լավ է, առաջինը կախեցինք, հիմա երկրորդը, նույնպես, մենք չամանը միտումնավոր հանում ենք նրա համար, որ միսը չորանա, եթե միսը թաց եղավ, չամանը չի պահելու վրան, ինքը ավտոմատ սենց թափվելու է, պետք է մի օր երկու օր միսը չորանա, նորից դրա արդեն կթաթախենք, հիմա նայեք մեր մոտ չամանը լավ պինդ է, հետևորդները միշտ ասում են, չամանը ջրիկ է, չամանը պինդ է, մենք սարքում ենք տարբեր մսերով բաստուրմա, հիմա մենք միտումնավոր արել ենք շեյկայինը մի քիչ պինդ, տավարի մսինը մենք արել ենք մի քիչ ջրիկ, ֆիլեինը մենք արել ենք մի քիչ ջրիկ, ամեն մի միս ունի իր յուրահատկությունը, հիմա նայեք, ինքը եթե սենց պինդ է չամանը, այս դեպքում եթե մեր վզամիսը մենք կարողանանք թաթախենք, ինքը արդեն ավտոմատ այս պնդությունը բերելու է մի հատ հետևանքի, չամանը կսկսի ճակճկել, որը որ պետք չի, եթե մենք երկու անգամ ենք թաթախելու, պետք է մի քիչ ջրիկացնենք, իսկ եթե մի անգամ կարա լինի վրան, բայց տեսքն է սիրուն չի լինի։ Հիմա նայեք մենք ինչ ենք անում, ընկերներ ջան։ Մենք ունենք ստեղ 500 մլ ջուր, աչքաչափով արդեն, այսպես նայեք խառնում ենք, սառը ջուր, տաք ջուր ընդհանրապես չէ։ Մենք կարող ենք ջուրը լցնել չամանի հետ և ձեռքով բացում ենք, որ թաթախելուց արդեն ինքը շատ լավ թաթախվի, մի քիչ թուլանա, մեր մոտ պնդացել է չամանը արդեն, ես որ ասում եմ սառնանում պնդանում է չամանը, այս է, եթե ջերմաշրջանը ճիշտ պահում ենք, մեր մոտ սառնանը +5 է, իսկ եթե ջերմաշրջանը բարձր լինի, ինքը ավելի կթուլանա, կթթվի ու կթուլանա, նայեք ինքը արդեն սկսեց թուլանալ ջրի հետ, զանգված է, թաթախելու համար մեզ պետք է մի քիչ էլ ջրիկացնենք, այս ամբողջ ջուրը կարող ենք լցնել, շատ հանգիստ։ Եթե ձեր մոտ սենց տարբերակ լինի, դուք հանգիստ կարող եք չամանը ջրիկացնել, ընդհանրապես խնդիր չկա։ Այսի նախորոք պետք է անեք, ընկերներ ջան, մի օր շուտ, որ հաջորդ օրը թաթախեք միսը։ Ինքը չամանը պետք է հանգստանա, մի քիչ արդեն կպնդանա և վերջ, շատ լավն է, իսկական թաթախելու չամանա, հլը, ընտիր, կհանդիպենք վաղը։